Ինչ է խոսում այսօր ընդդիմությունը։ Դե հիմնական թեզը այն է, որ մանդատները մի վերցրեք, ես ձեզ խնդրում եմ, մի նեղեք այդ մարդկանց, իրանք չեն կարող դա անել, մի պահանջեք մի բան, որ իրանք չեն կարող անել։ Դա նախ տեխնիկապես անհնար է, իրանք չեն կարողանալու իրենց 100-200 հոգանոց ցուցակների բոլոր անդամներին համոզեն, որպեսզի նրանք հրաժարվեն դեպուտատ դառնան։ Այդքան փող են ծախսել մարդիկ, այդքան սխեմաներ են աշխատացրել, այդքան մարդիկ բանտում են հայտնվել ու դեռ հայտնվելու են, ո՞նց իրանք մանդատները չվերցնեն։ Էլ չեմ ասում, որ մանդատ չվերցնելը, եթե ինչ որ ձևով դա ստացվի, հա, որևիցե բան չի փոխելու, այլ падգամավորներ են հայտնվելու, այլ կուսակցություններ կհայտնվեն եւ դա իրականության մեջ բան չի փոխի։ Իսկ հիշում եք 8-րդ գումարման ազգային ժողովի պատմությունը, ընդդիմությունը հրաժարվեց տարբեր պաշտոններից, Դոնտի Բանաձևով իրենց հասանելի ազգային ժողովի հանձնաժողովների ղեկավարների, հանձնաժողովների տեղակալների, ղեկավարների տեղակալների պաշտոններից եւ ինչ եղավ։ Ոչ մի բան։ Ազգային ժողովը կշարունակի եւ շարունակելու է աշխատել։ Թեպետ հետաքրքիր է, թե ոնց է օրինակ Հայաստան դաշինքը, այսինքն ինչ երեսով է, անուն ինչ է դնելու, որ 8-րդ գումարման ազգային ժողովում իրանք չեն մասնակցել աշխատանքներին, չեն վերցրել հանձնաժողովների ղեկավարների պաշտոնը, հիմա վերցնելու են, ինչ տարբերություն։ Այսինքն իրավիճակի մեջ են հայտնվել։ Ինչ վերաբերում է ուժեղ Հայաստանին, նախ ազգը սպասում է Սամվել Կարապետյանի ասուլիսին, հարցազրույցին, ինչ եղավ, գիշերը խոսքեր տալիս, որ առավոտյան հայտարարությամբ հանդես կգան, ինչ սպասումները չարդարացան, 1 միլիոն մարդու փող էր բաժանվել, բայց իրականում այդ բաժանված փողի դիմաց ընդհանրապես դրա 1/3-ի չափով ձայներ եկան, հա, դրա համար չգիտեք ինչ խոսեք, ել չեմ ասում, որ ստեղ-ընդեղ գորգռում էիք, ինչ ենք ունենալու մենք 10 օր հետո, 29 մանդատ եք ունենալու դուք 10 օր հետո, ահա թե ինչ եք ունենալու դուք 10 օր հետո, ինչ է վեցը, բարի գալուստ իրական Հայաստան, բարի գալուստ ազատ Հայաստան, բարի գալուստ խաղաղ Հայաստան, կգաք, միասին կքննարկենք, թե ով որ կաբինետում է նստելու ազգային ժողովում, խոստանում եմ ամեն ինչ անել, որ լավ կաբինետներ ունենանք, կաշխատենք միասին, Նարեկ Կարապետյանը լինի խմբակցության ղեկավար, եթե գա իհարկե ազգային ժողով, կամ ազգային ժողովի փոխոսնակ կդառնա, ինչը վատ չի, ասեմ, պարլամենտական երկրում։ Ռոբերտ Քոչյանը բնական է չի գա, կամ չի հասցնի գա, ենթադրում եմ, որ իրեն սպասում են շատ ավելի ուրիշ տեղերում, որտեղ ինքը վաղուց պետք է լիներ։ Հայրենակիցներ, հիշում եք, որ Կալուգացի օլիգարխը ի պատասխան լրագրողի ասում է, որ եթե չլինեին քրեական գործերն իր նկատմամբ քաղաքականությամբ չէր զբաղվելու, եւ սա թերևս լավ ամփոփում է այն, ինչ տեղ ունենում վերջին 3 օրերի ընթացքում խորհրդարանում։ Մենք քննարկում ենք 25 թվականի բյուջեի կատարողականը եւ ընդդիմություն չի մասնակցում այս քննարկումներին։ Գիտեք ինչու՞, որովհետեւ հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող մեր սիրելի քաղաքացիներ, ընդդիմությունը չի գալիս խորհրդարան ձեր շահերը ներկայացնելու։ Ընդդիմությունը խորհրդարանում ունի մեկ գործառույթ՝ պաշտպանելու սեփական գույքը, ծագում, ապօրինի ծագում ունեցող գույքը։ Եվ սա արել է վերջին 5 տարիների ընթացքում եւ սա անելու է հետ այսում։ Եվ այս քննարկումների բացակայությունը ցույց է դնում հետեւյալ նրանք թքած ունեն Հայաստանի Հանրապետության վրա, թքած ունեն մեր ապագայի վրա։ Եվ ինչ սիրելի ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներ, կողեք արդյոք ձեր շահերը ներկայացնող այս խմբակների ներկայությամբ։ Ողջույն հարգելի հայրենակից։ Ուրեմն այս ընդդիմադիր լրատվականները անընդհատ տիրաժավորում են Զախարովան էս ասեց, Պուտինն են ասեց, Զախարովան էս ասեց, Պուտինն են ասեց։ Որպեսզի հասկանաք հարգելի ընդդիմադիր թերթեր, ինչքան անլուրջ է Հայաստանի Հանրապետության ընտրությունների թափանցիկության մասին Ռուսաստանի դիրքորոշումները, ընդհանրապես հիշեք, որ Ռուսաստանում վերջին ընդդիմադիր տեխնացուն բանտում սպանվել է։ Վերջին ընդդիմադիր տեխնացուն։ Եվ խնդրում եմ այդքան շատ հաճախ մի հղվեք Զախարովայի եւ Ռուսաստանի վրա, որովհետեւ խոսում եք մի երկրի մասին, որտեղ ընդդիմադիր որպես այդպեսին գոյություն չունի։ Մեզ հաջողվեց անցած 1 տարվա ընթացքում դիմագրավել հիբրիդային աննախադեպ հարձակումներին։ Աննախադեպ բոլոր վերլուծությունները միջազգային կառույցներ ցույց են տալիս, որ գրեթե որևէ երկրում այսպիսի ալիք չի եղել։ Եվ մենք միասին մեր քաղաքացիների հետ, պետական ինստիտուտների հետ, մեր ջանքերի գերլարումով կարողացանք դիմագրավել դրան եւ ջախջախել հիբրիդային մրցակիցներին եւ հակառակորդներին եւ թշնամիներին։ Եվ դրանում ներգրաված են շատ խաղացողներ, թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս, կան շատ խամաճիկներ այստեղ, բայց դրանք ընդհանրապես ֆեյսն են, դեմքն են,
եւ շատ ավելի լուրջ խաղացողներ կան, որոնք ջախջախված են։ Նրանց չհաջողվեց ոչ խափանել մեր համակարգերը, նրանց չհաջողվեց ըստ էության ոչ ազդել մեր հանրության կարծիքի վրա։ Հիբրիդային հարձակումների կարևոր դետալներից մեկը ընտրությունների արդյունքների լեգիտիմության վրա ստվեր գցելն է։ Հիմա իրենց այստեղի լրտեսները եւ թշնամական կառույցները լծված են դրան եւ մի հատ հետևեք, շատ հետաքրքիր է, թե ընտրություններից հետո ովքեր սկսեցին խոսել ընտրությունների լեգիտիմության մասին եւ կտեսնեք, թե ինչպիսին է նրանց ցանցը։ Իսկ հիմա իմ խորհուրդն է. անցնենք բնականon կյանքի, վայելեք անվտանգ, ազատ, անկախ պետականություն ունեցող Հայաստանը, այն պետականությունը, որը մենք միասին ենք հասել, ամրապնդել եւ շարունակել ենք ամրապնդել։ Դուխները տեղը, ապրեք ձեր կյանքով, գնացեք աշխատանքի, զբաղվեք ձեր ընտանիքներով, գնացեք ձեր երեխաների հետ զբոսնելու։ Անշարժ գույք եք ուզում գնել, գնեք անշարժ գույք, բիզնեսով եք ուզում զբաղվել, զբաղվեք բիզնեսով, արվեստով եք ուզում զբաղվել, զբաղվեք արվեստով։ Դուք դրան արժանի եք, սա ձեր ձեռքբերումն է, դուք եք հասել նրան, որ այս ամենը ունենաք։ Միասին մենք կարողացանք դիմագրավել այդ հարձակումներին, եւ հիմա ուղղակի այդպես առանձին խրամատներում ջախջախված ստորաբաժանումներ են մնացել, որ խալաստոյի փամփուշտներ են կրակում, բայց նրանք ոչինչի չեն հասնի, լավ եղեք։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին ինձ շատերն են շնորհավորում մեր քաղաքական թիմի հաղթանակի կապակցությամբ, շնորհակալություն եմ հայտնում ու նաև ես եմ ուզում շնորհավորել Հայաստանի ժողովրդին, որովհետև տեղի ունեցածը, եթե մի քիչ խորանում ենք, ոչ թե սովորական ընտրություններ էին, այլ պետության զավթման փորձեր, որը հաջողությամբ կանխվեց մեր ժողովրդի աջակցությամբ, ինչի համար խորին շնորհակալություն եմ հայտնում մեր իմաստուն ժողովրդին։ Ու այն ինչ տեղի ունեցավ, այդ ընտրակաշառքներ, դրսից տասնյակ կամ 100,000-ավոր մարդկանց Հայաստան ուղարկել, ինչ-որ տնտեսական լծակներ, դրանք ուղղակի իշխանության փոփոխության համար չեն, դրանք հայկական պետականությունը ոչնչացնելու եւ մեզ անկախությունից զրկելու նպատակ ունեին, ինչը մենք միասին թույլ չտվեցինք։ Նկատած կլինեք, որ հունիսի 7-ի ավարտին, ընտրությունների ավարտին, ինչ մեծ ողջավորություն էր տիրում եռագլուխների շրջանում, որտեղ իրենք մտածում էին, որ մեծ մասնակցությունը նշանակում է, որ իրենց կողմից կատարված քայլերը արդյունք են տվել եւ փողով կամ ստիպելով ընտրությանը մասնակցածները իրենց ձայներն ապավելու, հետո շատ վատ վիճակի մեջ հայտնվեցին ու հիմա փորձում են ինչ-որ փրփուրներից կախվելով ներկայացնել, որ խախտումներ են եղել, չգիտեմ, կեղծիքներ են եղել, ինչը ուղղակի հեքիաթ է եւ դա իրենց այդ անկանոն շարժումները իրենց վիճակը ավելի են վատացնելու։ Իսկ մենք շարունակում ենք մեր բնականon աշխատանքը եւ ազգային ժողովը այս գումարման դեռևս պահպանում է իր լիազորությունները մինչեւ հաջորդ գումարման ազգային ժողովը, որից հետո նաեւ շարունակել ենք մեր բնականon գործունեությունը եւ նախորդ սխալներից դասեր քաղելով այնպես ենք անելու, որ առաջիկայում մենք այլևս այսպիսի ռիսկերի առաջ չկանգնենք եւ պետությունը արտաքին միջամտություններից մաքսիմալ զերծ պահենք։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ ընտրակաշառքների այդ մեխանիզմների մեջ ներգրաված են եղել, իրենք իրենց ամենախիստ պատիժը ստանալ են, որտեղ իրենք ոչ թե պարզապես ընտրակեղծարար են, այլ պետական դավաճաններ են, որոնք գործել են ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Շնորհակալություն, լավ եղեք։ Բարև ձեզ սիրելի քաղաքացիներ, շատ կարոտել էի այս ֆորմատով աշխատասենյակից ձեզ հետ նորություններ կիսվելուն։ Ասեմ, որ այս ընթացքում մենք շատ կարևոր ձեռքբերումներ ունենք, այսօր ընդամենը 3-ը կներկայացնեմ։ Հայաստանի Հանրապետությունում վերջի ամսվա ընթացքում ընդլայնվել է կաթվածի ծրագիրը եւ այսուհետ Գորիսում եւ Մարտունիում այն եւս հասանելի կլինի։ Գիտեք, որ ինսուլտը այնպիսի վիճակ է, որի ժամանակ ամեն րոպեն կարևոր է կյանք փրկելու համար եւ մենք այս ծառայությունները հասանելի ենք դարձնում նաեւ մարզերում։ Բացի դրանից, Արարատում էլ գործելու է մեր նոր սերմնավորման կաբինետը։ Սիրելի քաղաքացիներ, առաջընթացը եւ մեր ձեռքբերումները առողջապահության ոլորտում շարունակվում են։ Առաջիկա օրերին սպասեք հաջորդ լավ նորություններին։ Ինձ թվում է մենք պետք է առերեսվենք իրականությունը, իսկ իրականությունը այնա, որ եթե չլիներ համատարած ընտրակաշառքը, եթե չլիներ Ռուսաստանի Դաշնությունից մեր հայրենակիցների բռնի, կիսաբռնի, կաշառքով եւ այլ եղանակներով հարկադրաբար կամ շահագրգռմամբ Հայաստան տեղափոխումը ու այս եռագլխիկների օգտին քվեարկել տալը, պատկերը կլիներ պլյուս մինուս այսպիսին։
ուժեղ Հայաստանը կհավաքեր ամենաշատը 12-13%, Քոչարյանը չէր հաղթահարի, Բարգավաճն էլ առհասարակ 2%-ի եզի ընդհանրում եմ չէր հաղթահարի։ Հիմա ունենք այն ինչ ունենք, ու ես կարծում եմ իրավապահ մարմինները դեռ շատ ու շատ ուրիշ անալիքներ ունեն, քանի որ փաստացի երրագլխիկներին հաջողվել է բավականին շատ տոկոս հավաքել ընտրակաշառքով եւ այլ տարբեր ապօրինի եղանակներով ու երրագլխիկների ընտրապասողջիկները եւ պարագլուխները պետք է դրա համար պատասխան տան։ Իսկ ինչ վերաբերում է որ վերեկացել ինչ-որ խախտումներից կամ բանից են խոսում մարդիկ, ովքեր տենց 15-20%-ի փաստացի ձայն են կեղծել ընտրակաշառքով ու հարկադրաբար մարդ բերելով արտերկրից, դա արդեն այլ կոմեդիա է։ Բայց ես հետաքրքիր մտքեր ունեմ այս երրագլխիկների փոքրիկ խմբակները, երբ որ կան ազգային ժողով, դրանց անվանումների հետ կապված են, այսպես որ նոր գումարման նիստերը բաց չթողնենք։ Ո՞ր գնացի շարտաղի։ Հայտնի ֆիլմի ամենահայտնի դրվագներից մեկն է։ Երեք մանեթանոց լացը։ Հիմա այս նույն երեք մանեթանոց լացը կապել է ընտրություններում ջախջախված ընդդիմությունը։ Երեք մանեթանոց լացով, կոկորդիլոսի արդյունքներով փորձում են մարդկանց հավատացնել, թե իբրև վերահաշվարկի արդյունքում հնարավոր է ինչ-որ բան փոխվի, ու իրենք կան իշխանության, ինչը ակնհայտ սուտ ու կեղծիք է։ Վերահաշվարկի արդյունքում էական բան չի փոխվելու։ Ընդդիմությունը ինչպես ջախջախվել էր ընտրություններում, այնպես էլ ջախջախված մնալու է, իսկ ընդդիմությանը, կոկորդիլոսի արդյունքներին այլևս հավատացող չկա։ Ընտրությունների արդյունքները կեղծվել են թե ոչ, միանշանակ ոչ։ Այդ դեպքում հարց է առաջանում, ինչի մասին են այս խոսակցությունները։ Խնդիրը ընդհանրապես հետևյալի մեջ է։ Բոլոր տեղամասերում հաշվարկից հետո ճիշտ թվերը մուտքագրվել են արձանագրության մեջ, այսինքն գրիչով լրացվել են արձանագրությունների մեջ թղթային տարբերակում։ Բայց երբ որ պետք է թղթից մուտքագրեին համակարգիչ, գիշերը օրինակ ժամը 3-ին, 4-ին, 5-ին, առավոտ 6-ին արդեն, հավանաբար նաև հոգնածության պատճառով, քնի պակասի պատճառով եղել է տեխնիկական վրիպակ մարդկային գործոնի պատճառով, այսինքն երբ որ պետք է օրինակ լրացնեին 16-րդ համարի ձայները, սխալ տողի վրա են լրացրել 15-րդ համարի վրա։ Եվ այդպես օրինակ ԿՊ-ի ձայները մի քանի տեղամասում ընդդիմության պահանջած վերահաշվարկի արդյունքում ԿՊ-ի ձայները մոտավորապես 1000-ով ավելացել են, որովհետև 16 համարի փոխարեն 15-րդ տողում է լրացվել ձայները։ Եվ այդպես էլի մի քանի տեղամասերում այդպիսի դեպքեր կա, երբ որ ԿՊ-ի ձայները կամ ընդդիմության ձայները ընդամենը հաջորդ տողի վրա են լրացվել, այսինքն պես չի որ ընդդիմության ձայները տվել են ԿՊ-ին եւ այլն, ուղղակի մեկ տող վերև կամ մեկ տող ներքև են լրացվել, դա դուտ մարդկային գործոնի արդյունք է եւ այդ մեծ ծավալների մեջ հնարավոր չի որ այդպիսի սխալներ չլինեն, հետեւաբար այստեղ որևէ կեղծիքի մասին չկա խոսակցություն, այս նույն խնդիրները եղել են նաեւ 21 թվականին։ Կհիշեք երևի նաեւ որ 2023 թվականի ավականու ընտրություններին Երևան քաղաքի ասում էին որ կեղծիք ա եղել, որովհետեւ Հնդկաստանի քաղաքացիներ են գրանցված եղել մի քանի տասնյակ մի հասցեի վրա եւ իրենք գնալու են ԿՊ-ին ընտրեն, բայց ընտրություններից հետո տեսանք, որ նրանցից որևէ մեկը չէր մասնակցել ընտրություններին, որովհետեւ գիտեք 6 ամիս բնակության դեպքում թիմ ընտրությունների ժամանակ ունեն ընտրության իրավունք օտարերկրացիները, բայց նրանցից որևէ մեկը չէր գնացել ընտրության, հետեւաբար դա հերթական կեղծիքներ, որը փորձում էին ԿՊ-ին ընտրակեղծարարության մեջ մեղադրել, որը ուղղակի ընտրություններից հետո հոդս ցնդեց եւ շուտով հունիսի 14-ին արդեն այս բոլոր մեղադրանքները նույնպես հոդս են ցնդելու։ Ինչեւ հունիսի 14-ի ժամկետը հենց դրա համար որպեսզի ճշգրտումներ լինի եւ վերջնական արդյունքները հրապարակվի հունիսի 14-ին, դրա համար կոչվում է նախնական արդյունքներ։ Հետեւաբար այս ճշգրտումները կլինեն եւ հունիսի 14-ին կհրապարակվեն արդյունքները, բայց դրանից ընտրության արդյունքները որևէ էական փոփոխություն չի կրելու։ Բայց ես տիկին Շուհակյան տեսել եք այս երրագլխիկների անմեղսունակ մարտագլխիկների ինչ նոր սուտ են տարածում։ Տեսել եմ եւ բնականաբար բնավ չեմ զարմացել, որովհետեւ ճշմարիտ խոսք մարտագլխիկներից սпасել հնարավոր չէ, հերթական սուտն է եւ այդ հանգամանքի սուտ լինելը մենք կապացուցենք։ Ուրեմն այս անմեղսունակները պնդում են, թե 26.7 տեղամասում, որը Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղն է, որտեղ ընտրություններին մասնակցել է 1268 հոգի, ԿՊ-ն իբր ստացել է 0, ու բայց ԿՀ-ում բացակացվել 717։ Ճիշտ է, տիկին Շուհակյան։ Ճիշտ է, եւ արձանագրությունից քաղվածքը, որը նաեւ կենտրոնական ցական հանձնաժողովի կայքում է տեղադրված, մենք կտեղադրենք այս տեսանյութի տակ։ Դուք այն հիմա տեսնում եք արդեն ձեր էկրաններին, իսկ այս անմեղսունակներին, ով որ համոզել է, որ իրանք կարան իրանց դեմքին ավանակի այսպես կերպարանք քաշելով պնդեն, թե 1268 ընտրող ունեցող Մեղրաձոր գյուղում ԿՊ-ն ստացել է ոչ թե 717, այլ 0 ձայն, ես մաղթում եմ, որ խոտը նրանց համար միշտ կանաչ լինի։ Դուք ողջախոհության մարող ճրագն եք։ Բանականության խրպոտ ձայնը։ Դուք այն նավիգատորն եք, որը միշտ սխալ հասցեով է տանում։ Եվ եթե անգամ դուք չլինեիք, ձեզ պետք կլիներ հորինել, որ միշտ հիշեինք, թե ինչից ենք պրծել։
Նրանք ամեն ինչ արեցին, որ մեր հասարակության մեծ մասը թոշակառուները հիվանդանան, որ հետո ապահովագրությունով առաջարկեն կաշառք ապահովագրություն։ Ես գինու փառատոնի կազմակերպիչների հետ հանդիպում եմ ունեցել, որևէ կերպով նպատակ չենք ունեցել խոչընդոտելու, բայց կրկին դա պետության թերացումն է, ընտրության օրը եւ ինչու ոչ նաեւ դիտավորությունը, կենտրոնում, որտեղ նախորդ ընտրություններին իրենք մշտապես պարտվել են, արհեստական խոչընդոտ ստեղծելու, որպեսզի քաղաքացիները դժվար հասանելիություն ունենան տեղամասային կենտրոններ։ Եթե դուք չեք կարողանում մեկ քայլանի պարզ գործողություն կատարել, ո՞նց եք հավակնում շուտով պատգամավոր դառնալ։ Ուրեմն ձևիցները հրատապ-ասուլիս են հրավիրել, լրագրողներին հավաքել են, պապկաներ են պատրաստել, մոնիտոր են դրել ու հայտարարում են, որ տեսեք, մենք ուսումնասիրություն ենք կատարել ու քաղաքացիական պայմանագիրը զրոներ է ստացել, որը շնտրատեղամասերում եւ սակայն նրանց համար կենտրոնական դրական հանձնաժողովը հրապարակել է 700, 500, 400 ձայներ։ Ուրեմն մտնում ենք elections.am, որտեղ կա բոլոր ընտրատեղամասերի արձանագրությունների սկանավորված տարբերակը, որոնք ստորագրված են նաև ընդդիմադիր հանձնաժողովականների կողմից ու նայում ենք նրանց հրապարակած ընտրատեղամասում քաղաքացիական պայմանագիրը 0 է ստացել, թե համապատասխան 717 ձայն։ Ու սենց կեղծ մանիպուլյացիաներով ես ձեզ ասեմ, նախորդ խորհրդարանից ավելի որակյալ խորհրդարան չենք ունենա։ Մի քիչ շրջահայաց եղեք, մի կասկածեք քաղաքացիների ողջախոհության վրա եւ ինտելեկտը մի վիրավորեք մարդկանց, զբաղվեք ավելի լավ, ավելի լուրջ գործերով։ Ամբողջ հանրապետությունով մեկ ոնց որ դուք եք ասում շուրջ 700 ձերբակալված քաղաքացիներ ունեք, թիմակիցներ, որոնք ընտրակաշառք են բաժանել։ Այ նման հարցերով զբաղվեք։ Ուրեմն այս կալուգացու մարտագլխիկները կից բլոգերեղենը վառածվանից լծվել են հետևյալ գործին։ Ակնհայտորեն հյուսիսի կենտրոնից ստացել են մետադիչկան, թե ինչա պետք ասել, եւ մետադիչկայում գրված է, որ պետքա ամեն ինչ անեն ընտրությունների արդյունքները դելեգիտիմացնելու համար։ Ու առօրտվանից ինչ որ ինքնաշեն Excel ֆայլեր են տարածում, մեջ ինչ որ անհասկանալի թվեր գրած, զրոներ գրած եւ ուզում են հանրության մոտ ստեղծեն ընկալում, որ իբր քաղաքացիական պայմանագիրը մի շարք տեղամասերում 0 ձայն է ստացել, բայց իրանց անվան դիմաց գրված է ինչ որ հարյուրավոր թվեր, մասնավորապես 26 ռոբյոտ տեղամասում 0 ենք ստացել, բայց մեր անվան դիմաց գրված է 717 եւ այլն։ Նախ սկսեմ նրանից, որ չկա Հայաստանի Հանրապետությունում գեթ 1 տեղամաս, որտեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 0 ձայն է ստացել։ Շարունակեմ նրանով, որ կարծում եմ, որ այս բլոգերեղենը պարտադիր պետք է հարցակնության հրավիրվեն եւ պատմեն, թե թվերը որտեղից են վերցրել։ Այս բլոգերեղենը պետք է ապացուցի, որ կա տեղամաս, որտեղ որ մենք ստացել ենք 0 ձայն։ Այսինքն պետք է ներկայացնի ապացույց, արձանագրություն, քաղված արձանագրությունից, որտեղ դրված կլինի հանձնաժողովի նախագահի, հանձնաժողովի քարտուղարի ստորագրությունը, հանձնաժողովի անդամների ստորագրությունը եւ այդ արձանագրությունով կփաստվի, որ մենք ստացել ենք 0 ձայն։ Դրանի հակառակ ես հիմա կներկայացնեմ բոլոր այն տեղամասերը, որոնց վերաբերյալ ապա տեղեկատվություն ներկայացված են ինքնաշեն Excel աղյուսակում եւ հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալ, թե քանի ձայն ենք մենք ստացած եղել։ Իսկ ընտրակեղծարարության մասին կխոսենք, երբ գնաք ու հերթով շարքով դատվեք ձեր կողմից բաժանված կաշառքների համար։ Մեզ ձեր վայրի ցեղերի հետ չխառնեք, չշշկռվեք։ Տեղի ունեցավ ինձ համար անպատկերացելի մի բան, որ ես շնորհակալություն կհայտնեմ եռագլուխներին, որովհետեւ ձայների վերահաշվարկի արդյունքում մեր կուսակցության ձայները ավելացել են 1031-ով։ Իսկապես շնորհակալ եմ ձեզ, որովհետև փաստորեն ձեր ուղեղը փող բաժանելուց բացի նաև զբաղվում է 108 աշխատանք կատարելով։ Լավ օր բոլորիս։